Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ արձակագիր Հայկ Հովյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովյան։ Բարև ձեզ։ Պարոն Հովյան, ընդհանուր առմամբ հարցազրույցը սկսենք 3 մայրաթոռում տեղի ունեցածից։ Ըստ ձեզ, ինչ կատարվեց 3 մայրաթոռում, երբ մի կողմից 10 եպիսկոպոսներն էին եւ հանրությունը, որոնք պահանջում էին, որ կաթողիկոսը պիտի հեռանա, մյուս կողմում արդեն վեհափառի աջակիցներն էին, հիմնականում նաեւ քաղաքական դերակատարներ Լևոն Քոչարյանն էր այնտեղ, Սաղաթելյան Իշխանը, Նարեկ Կարապետյանը եւ այսպես շարունակ։ Ինչ տեղի ունեցավ 3 եւ ինչի մասին էր այդ ամբողջ հավաքը, այսպես եթե կարելի է որակել դա որպես հավաք։ Ձեր թվարկած քաղաքական դերակատարների ներկայությունը այնտեղ արդեն իսկ խոսում այն մասին, որ այն ինչ որ երկար ժամանակ արձանագրվում էր, որ սա քաղաքական process է ու եկեղեցին ըստ էության մտել է քաղաքական process-ների մեջ, երեք շատ ակնհայտ դարձավ, հա։ Ովքեր էին, հա, այնտեղ, դա որոշակի շատ հստակ քաղաքական օրակարգ ունեցող թիմ, ասենք, հա, քաղաքական օրակարգ թիմ էր, այդ թիմն էլ բացենք, դա 3 նախկին նախագահների համակիր ուժերն էին, նրանց սատելիտները, Ռուսաստանցի մեծահարուստի, ոնց ձևակերպենք, հա, ազգականներից ու նրանց համախոհներից բաղկացած նոր ձևավորվող ուժը, այսինքն այն հավաքականը, որը մենք հիմնականում դիտարկում ենք ռուսական քաղաքական ուղղվածություն ունեցող օրակարգերի մեջ։ Հիմա թիմներ ընդեղ ու այն արձանագրումները, որ այսքան ժամանակ արվում էր, որ այ կաթողիկոս Գարեգին Բ-ն ինքն էլ է մաս այդ թիմի, շատ ակնհայտ դարձավ 3։ Լյուստրացիա էր, այսինքն։ Դե լյուստրացիա չասենք, բայց ակնհայտ է, որ դա քաղաքական process է, դավանաբանական, կրոնական հարցերի հետ առանձնապես մեծ առնչություն ես չեմ տեսնում, երկու կողմն էլ ինչքան էլ խոսան մի կողմից եկեղեցու մաքրագործության մասին, մի կողմից եկեղեցու պաշտպանության մասին, արդեն հանրության համար պարզ է, որ դրա տակի ենթատեքստը դա քաղաքական ենթատեքստ է։ Երկու քաղաքական ուժեր իրար հետ հակամարտության մեջ են քաղաքական օրակարգերի շուրջ։ Եվ ցավոք սրտի այդ հակամարտությունը տեղափոխվել է եկեղեցու դաշտ։ Այ խնդիրը ստեղ է կայանում, որ եկեղեցին մտել է, ավշետ եկեղեցի էլ չասենք, հա, Գարեգին Բ-ն ու իր մերձավորները մտել են քաղաքական դաշտ, մտել են քաղաքականություն, խաղում են հստակ մի թիմի մարզահագուստով, շապիկներով, սենց ասած, մյուս կողմը դրան հակադարձում է ու արանքում մնում է եկեղեցին հավատավոր հոտը եւ միաբանությունը։ Հիմա երեկվա դրդապատճառն ինչն էր, հա, այդ 10 եպիսկոպոսների դիմում ասենք, պահանջ ասենք, որ պիտի ներկայացվեր կաթողիկոսին, նաեւ ակնհայտ է դառնում, որ միաբանության մեջ պառակտում կա այդ հարցի շուրջ։ Եկեղեցականների մի մեծ հատված համաձայն չի նրան, որպեսի Գարեգին Բ-ն եկեղեցու անունից խաղա որևէ որոշակի քաղաքական թիմի օգտին։ Ստեղ է խնդիրը։ Բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ հակառակ կողմում էլ Գարեգին Բ-ն ականջալուր չի լինելու եւ անգամ 3 էլ այդ պահանջը հնչեց եւ կոչով դիմեցին, անգամ նամակ դիմում փոխանցեցին Գարեգին Բ-ին, պահանջը կրկին նույնն էր, որ պիտի հեռանա, բայց մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում այս առումով անհաղորդ է կաթողիկոսը։ Հիմա ինչ սպասել, ինչ հանգուցալուծման սպասել կամ ինչքան կարող է այս իրավիճակը շարունակվել, նաև խոսակցություններ կան, որ կաթողիկոսը ժամանակ է փորձելու շահել մինչև 2026 թվականի ընտրություններ։ Այսինքն այստեղ էլի ենթատեքստը քաղաքական է, սպասում են քաղաքական զարգացումների եւ կամ ընտրություններից հետո հասկանան գնում են թե մնում են։ Գիտեք քաղաքական process-ների դիտանկյունից նայենք հարցին, ակնհայտ է, որ Գարեգին Բ-ն, եթե քաղաքական խաղ է, հա, խաղում քաղաքական թիմի մեջ է, նահանջելու շատ տեղ չունի։ Իսկ ինչ վերաբերում է լուծումներին, ես կարծում եմ, որ լուծումը միայն կարա լինի եկեղեցու ներսից։ Որովհետև եթե դա շատ ավելի քաղաքական process-ները այն հունով գնան, ինչ հունով որ հիմա ընթանում են, այսինքն քաղաքական դերակատարների միջոցով
դա լավ տեղ մեզ չի տանելու, բայց այստեղ հարցը առաջանում, թե եկեղեցին ու միաբանությունը ներսից, հոգևորական դասը, խավը, իրանք ինչ արձագանք պիտի տան այս տեղի ունեցող process-ին։ Ես լուծումը իրենց ներսում եմ տեսնում, որ վերջի վերջո խոսքը նաև գնում է ընդհանուր եկեղեցու մասին որպես ինստիտուտ։ Այսինքն այնպես չի, որ միայն գարեգին բնը, եկեղեցին իրանից ինչքան էլ փորձեն քաղաքական դերակատարները դա այդպես ներկայացնեն, որ եկեղեցին դա գարեգին բնը, գարեգին բնին ինչ որ բան ասել է կաթողիկոսին։ Դա նշանակում է ասել եկեղեցուն, դա տենց միապետական բուրգ է ու այդ բուրգի գլխին կաթողիկոսն է, կաթողիկոսի մարմնավորում է նաև եկեղեցին, բայց իրականության մեջ այդպես չի։ Իրականության մեջ կան բազմաթիվ հոգևորականներ, որոնք համաձայն չեն քաղաքականությամբ զբաղվել։ Ու իրանք այդ մասին էլ բարձրաձայնում են, որտեվ իրանց հոտի մեջ պարակտում է մտնում։ Հիմա ցանկացած հարցում որ նայենք, այդ բոլոր ուժերը, երեք նախկին նախագահների, ռուսաստանցի մեծահարուստի եւ այլն այդ թևը 20-25%-ից ավել աջակցություն չունի, բա մնացած 75%-ը։ Այդ մնացածի մեջ կան, չէ, հավատավոր հոտի անդամներ, որոնք չեն ուզում, որ մի մասը զգալի մասը չի ուզում առհասարակ հետաքրքրվի քաղաքականությամբ, մի մասն էլ առհասարակ ուրիշ հայացքներ ունի քաղաքական։ Հիմա ո՞նց է այդ հարցը լուծվելու։ Եթե այդ մարդիկ տեսնում են, որ եկեղեցին մտել է քաղաքականություն ու հստակ թիմի կողմից է խաղում։ Այդ լուծումը ես միայն տեսնում եմ, որ կարա լինի եկեղեցու ներսից։ Հիմա երեք նաև 10 եպիսկոպոսների այդ հայտնի պահանջը, որ կաթողիկոսը պիտի հեռանա եւ նաև գիտեք այդ մասին անձամբ վարչապետն էլ է տեսակետ հայտնել։ Երեք Լևոն Քոչարյանը հետաքրքիր լուծում է առաջարկում, ասում է հեռու մնացեք մեր ազգային արժեքներից, 1700-ամյա եկեղեցուց ինչ եք ուզում, գնացեք ձեր համար նոր աղանդ ստեղծեք եւ նոր կաթողիկոս ընտրեք։ Սա ինչ մոտեցում է, այսինքն յուրաքանչյուր եպիսկոպոս, որ ներսում իրավունք ունի ընդվզելու եւ ձայն բարձրացնելու, պիտի առանձին աղանդ ստեղծի։ Սա արդյոք եկեղեցու քայքայման մասին չի խոսում եւ նաեւ ինչ է առաջարկում Լևոն Քոչարյանը, ինչ արժեքների մասին է խոսում։ Դե իհարկե քաղաքական դերակատարների համար շատ հեշտ է թաքնվել եկեղեցու թիկունքում, ասել այ եկեք պաշտպանենք եկեղեցին, ազգային արժեքները եւ այլն շատ ավելի հեշտ է, քան թե ասել այ եկեք պաշտպանենք Ռոբերտ Քոչարյանին։ Դա շատ ավելի դժվար բան է, ասելը։ Կարելի է իհարկե կաթողիկոսի նույնացնել համարյա Քրիստոսի հետ, ինչ է, որ Հուդա են գոռում, Հուդա են երեք գոռում։ Հուդան ում է դավաճանել։ Ինչ կաթողիկոսը Քրիստոսն է ինքը, ասենք համարյա այդեն Աստծուն են հավասարեցրել Գարեգին բին։ Իհարկե շատ հեշտ է Գարեգին բին դարձնել համարյա Աստված ու թաքնվել իր թիկունքում։ Երբ որ կանգնել ասել այ ձերքներդ հերո Ռոբերտ Քոչյանից դա ուրիշ արձագանք է, բայց այ ասել ձերքներդ հերո մեր Աստծուց, մեր եկեղեցուց եւ այլն շատ ավելի հեշտ ու ընդունելի է։ Բայց եկեղեցին ինքը պետք է կարողանա այնպես անել, որ քաղաքական ուժերը չօգտագործեն իրենց քաղաքական օրակարգը սպասարկելու համար։ Թե չէ եթե թողեն քաղաքական ուժերին, բազը կպայթացնեն եկեղեցին ներսից։ Այ Պրոբլեմը տեղ է կայանում, որ քաղաքական ուժերը իրենց քաղաքական օրակարգեր սպասարկելու համար ընդ որում երկու կողմն էլ կարան ծվատեն պարզապես եկեղեցին։ Եկեղեցին ինքը պիտի դուրս գա այդ խաղի միջից։ Այ եթե կհիշեք, մի որոշ ժամանակ առաջ նույն երևույթը տեղի էր ունենում Արցախահայության շուրջ, քաշքշոց էր գնում, փորձում էին օգտագործեին քաղաքական խարդավանքների համար Արցախահայությանը, ու ինչ որ մի պահ է ստեղծվել, որ ատելության խոսքի մասին էր խոսքում, մտածեք ոնց հենց Արցախահայությունը դուրս եկավ քաղաքական խաղի միջից, անմիջապես դադարեց թիրախավորվելը։ Այն նույն process-ը տեղի ունեցել է եկեղեցու շուրջ, որ պահին եկեղեցին կարողացավ դուրս գալ քաղաքական process-ների միջից, այդ պահից դադարելու է թիրախավորվելը։ Լուծումը իրանք պետք է գտնեն ներսից, թե չէ եթե մնա դա քաղաքական կուսակցություններին ու քաղաքական ուժերին, իրենք պատրաստ են ամեն ինչի համար օգտագործելու։ Տեսա։
Պարոն Հավյան, եւ փորձեմ ամփոփել այս թեմայի շուրջ մեր զրույցը, այստեղ էլ լսած կլինեք շատ է օգտագործվում այսպես հատկապես մի կողմից փրկիչների կողմից հայտնի ճակերտավոր ասած, որ իրենք փրկում են մայրաթորը հարձակումներից, գրոհներից, նույն մարդիկ, ովքեր խոսում են բարբերաբար գրոհելու մասին, գրոհներից պաշտպանելու մասին մայրաթորը, երեք դժգոհում էին ոստիկանների քանակից։ Այսինքն ոստիկանները նաև հասկանալի պատճառով այնտեղ էին, որ այդ նույն սադրանքներ չլինի, գրոհներ չլինեն ինչ որ իմաստով։ Այստեղ էլ այս դիլեման անհասկանալի է, այսինքն մարդիկ, որոնք խոսում են, որ իշխանությունները գրոհում են մայրաթորը եւ իրենք գնում են փրկելու, հետո նույն մարդիկ բողոքում են, որ այնտեղ մեծականակ ոստիկաններ կան։ Դե պետությունը ունի լեգիտիմ մենաշնոր, ուժայիններ ունենալու։ Բնականաբար, եթե խոսքը գնում է հանրության երկու շերտերի ինչ որտեղ կուտակվելու մասին, ով պետք է ապահովի այդ անվտանգությունը բացի ոստիկանությունից։ Ինչ որ Հայաստանում ուրիշ կառույց գոյություն ունի, որը որ ուժային կառույց ուրիշ գոյություն ունի, հա, դες մասնավոր չկա, չէ՞, ոստիկանությունը պետք է այդ հարցով զբաղվի, ուրիշ բաղով զբաղվի։ Բնական բան է, որ ոստիկանությունը պետք է կարողանա ապահովել այդ երկու կողմերի միջև անվտանգությունը։ Այդ նույն աջակիցների անվտանգությունը նույնպես պիտի ապահովվի։ Բնական բան է։ Եվ ամեն դեպքում տևական ժամանակ է, որ խոսվում է այս նորոգման process-ի մասին, պարոն Հավյան։ Ըստ էս նորոգման process-ի համար պարտադիր է Գարեգին B-ի հեռանալը, այսինքն կա որևէ ճանապարհ, որ Գարեգին B-ն չհեռանա եւ այդ նորոգումը եկեղեցում տեղի ունենա, թե այլընտրանք չկա, պիտի հեռանա։ Գիտեք, ես այդ նորոգման օրակարգին չեմ տեսնում այստեղ նորոգման օրակարգ, այդտեղ կա քաղաքական օրակարգ եւ պահանջ, որպեսզի եկեղեցին դուրս գա քաղաքական process-ներից։ Դենց իրերը կոչենք իրենց անունով։ Այսինքն իշխանությունների պահանջը իրականության մեջ դա է, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքական, այսինքն քաղաքական օրակարգերով չպետք է զբաղվի եկեղեցին։ Այսինքն տարանջատման մասին է խոսքը։ Այդտեղ նորոգման բան իրականում գոյություն չունի։ Հիմա ինչ վերաբերում է նրան Գարեգին B-ն պետք է հեռանա, թե չպետք է հեռանա, ճիշտն ասած չգիտեմ։ Այդ իմ համար, անձամբ իմ համար, հա, եթե եկեղեցին կարողանա դուրս գալ քաղաքականությունից, ինչպես նաև պետությունը օրենսդրության միջոցով կարողանա այդ սողանցքները փակել, որի միջոցով հա հենց Գարեգին B-ն կարողանում էր որոշակի քաղաքական օրակարգեր սպասարկել, այսինքն մենակ կաթողիկոսին փոխելը հարցի լուծում չի, որովհետև հաջորդ կաթողիկոսն է կարող է նույն օրակարգերի մեջ լինի, այն մյուսն էլ, այտենց ինչ կան։ Եթե մենք խոսում ենք պետության ու եկեղեցու տարանջատման մասին, դա պետք է հստակ այդ սողանցքները փակ լինեն, որպեսզի չլինի գայթակղություն, ինչպես նաև այլ ուժերի կողմից հնարավորություն դրթելու, ստիպելու, գայթակղելու եկեղեցուն զբաղվելու քաղաքական process-ներով։ Պիտի սողանցքները փակվի օրենքի միջոցով։ Ես այսպես եմ տեսնում։ Այնպես որ կաթողիկոսի փոփոխությունը դա առանձնապես մեծ, չեմ կարծում, թե մեծ բան է փոխելու։ Այս կաթողիկոսը չունի, ուրիշը կարա ընկնի այդ գայթակղության տակ։ Եթե սողանցքները գոյություն ունեն, միշտ այդ մարդկային գործոնը կա, հա, որ հնարավոր է դա լինել։ Պիտի սողանցքները փակվեն։ Դա է ավելի կարևոր, քան անձի փոփոխությունը։ Պարոն Հովյան, Կայա Կալասը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օգնել դիմագրավել հիբրիդային պատերազմին եւ նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ 15 միլիոն եվրո է տրամադրելու, որպեսզի Հայաստանը կարողանա պայքար մղել այդ հիբրիդային սպառնալիքների դեմ։ Այստեղ տեսեք, ելի նույն շրջանակները, որոնք երեք փրկում էին, այսպես ասած, մայրաթորը եկեղեցին 1700-ամյա եւ ազգային արժեքները, ելի նույն շրջանակները պնդում են, որ սա ուղիղ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին, սա նշանակում է, որ իշխանությունը դրսից տղա է բերում իրենց վրա եւ կամ օրինակ դաշնակցական շրջանակներն ասում են, որ այս կերպ փորձում են իրենց տեղավորել այդ հիբրիդային պատերազմի գործիքի տրամաբանության մեջ եւ դուրս թողնել ընտրական process-ներից։ Ընդհանուր առմամբ ինչի մասին է Եվրամիության աջակցությունը եւ ինչու է կրկին այդ շրջանակը անհանգստանում, այսինքն անդիմադիր ուժեր կան նաեւ արտախորհրդարանական, որոնք հակառակը ողջունում են այս օրակարգը։ Տեսեք, այդ նույն ընդդիմադիրները տևական ժամանակ պնդում են, որ Ալիևը քաղաքական դերակատար է դարել Հայաստանում, հա?
ինքը այնտեղ ինչ ասում է, այդ խոսքերը այդտեղ տիրաժավորվում են հավասար հայաստանյան քաղաքական դերակատարների, ինքը ազդեցություն ունի քաղաքական դաշտի վրա, ազդելու է ընտրությունների արդյունքի վրա, իրանք են, չէ՞, պնդում դա։ Հիմա Ալիևի արածը հիբրիդային հարձակում չի Հայաստանի վրա, հիբրիդային հարձակում է։ Հիմա ո՞նց են իրանց դիրքավորում այդ հարցի դեպքում, եթե իրանք էին պնդում, որ Ալիևը ազդեցություն ու ներգործություն ունի հայաստանյան քաղաքական դաշտի վրա։ Հիմա այդ հիբրիդային պատերազմ ասելը, եթե ինչ որ պետությունների դեպքում դա հստակ որոշակի պետության մասին է, Ռուսաստանի մասին է օրինակ խոսքը, Մոլդովայի դեպքում կամ, չգիտեմ, Ուկրաինայի դեպքում եւ այլն, մեր դեպքում շատ ուրիշ գործոններ էլ գոյություն ունեն։ Այդ նույն բոլորս ենք, չէ՞ պնդում այդ մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը, ինչ որ տեղերում նաև Իրանը որոշակի ազդեցություն, Ռուսաստանի իհարկե իր հերթին նույնպես որոշակի ազդեցություն ունեն քաղաքական դաշտի վրա, ուղղորդում են, ինչ որ fake լուրեր են տարածում, հա, ինչ որ խայծ են գցում, որից հանրությունը հոգեխանգարմունքի մեջ հանգնում, այդ հիբրիդային պատերազմի դեմ օգնություն ասածը գործիքակազմ է այդ ամբողջի դեմ։ Հիմա մենք համաձայն ենք նրա հետ, որ Ալիևը կարողանում է ամեն մի իր խոսքով կլինի սուտ, կլինի ճիշտ, կլինի մանիպուլացնող, կարողանում է ազդեցություն գործել մեր հանրության վրա ու քաղաքական process-ների վրա, քաղաքական դերակատարներն են դրանից ինչ որ վերցնում այդ խոսքը սկսում պատտել արդեն ներհայաստանյան խոսույթի մեջ ու դարձնում են իրancs համար գործիքակազմ։ Մենք նորմալ ենք դրան նայում, հա, օքեյ ենք դրա հետ։ Այ խոսքը տես բաների մասին է գնում, ոչ թե գումար են տալիս նրա համար, որպեսզի ճնշեն ընդդիմության։ Այդ ընդդիմությունը համարում է, որ ինքը այդ հիբրիդային process-ի գործիք է, օրինակ, չգիտեմ, Ալիևի ձեռքում, Էրդողանի ձեռքում, հա, Իրանի ձեռքում, Ռուսաստանի ձեռքում ու դրանից մտահոգություն ունեն, այդ արդեն իրանց խնդիրն է։ Եթե իրանք համարում են, որ այսքան ժամանակ մեծ հաճույքով օգտվում էին Ալիևի, հա, նետած ոսկորներից մանիպուլատիվ առումով, որոնք իրանք վերցնում էին, սկսում էին տիրաժավորել ներքաղաքական դաշտում, որոշակի անհանգստություն էին մտցնում ու անվստահություն իշխանությունների հանդեպ ու դրանից քաղաքական դիվիդենդներ ստանում։ Հիմա գուցե դրանից են անհանգստացած, որ այդտեղ իրանց դեմ գործիքակազմ է կիրառվելու։ Այ խոսքը սենց բաների մասին է։ Հիմա ինչ վատ բան կա դրա մեջ, որպեսզի Հայաստանը կարողանա կիրառել գործիքակազմ օրինակի համար, հա, Ադրբեջանից եկող այդ մանիպուլատիվ fake օրակարգերին դիմակայելու համար։ Ռուսաստանից արդեն Զախարովան հայտարարել է, որ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ իրենք երբեք չեն գործել, հակառակը իրենց մոտ օրինակ Ռուսաստանից որոշ պաշտոնյաների մոտ այլ մտահոգություն կա, որ Հայաստանում այդ իմաստով ապահով չէ իրենց գործարարների համար, բիզնես ոլորտի համար, պաշտոնյաներից մեկն ասում էր, որ Հայաստանում ներդրումներ ռուս գործարարները եւ կամ թեկուզ հայ գործարարները չեն կարող անել, միայն նրա համար, որ տեսնում են Սամվել Կարապետյանի օրինակը եւ իրենք ամեն ինչ անելու են, որ թե Ռուսաստանում, թե Հայաստանում Սամվել Կարապետյանի ձեռնարկությունները չտուժեն։ Հայաստանը իսկապես այդքան անվտանգ է ռուս գործարարների համար։ Վտանգավոր է նկատի ունեմ։ Դուք խաղի կանոններ գոյություն ունեն։ Երրորդ երկրի քաղաքացին, հա, կամ երրորդ երկրի բիզնես շահեր ունեցող անհատը չի կարող Հայաստանում լինել քաղաքական դերակատար։ Սա խաղի կանոն է, որը մենք ֆիքսել ենք նաև սահմանադրությամբ, որ ինչի համար ենք սահմանադրության այդ կետը մտցրել, որ պիտի լինի միայն Հայաստանի քաղաքացի, որտեղ դա ռիսկեր է պարունակում։ Մարդը, որ երրորդ երկրում ունի բիզնես հետ, այսինքն իր հետաքրքրությունների առանցքը երրորդ երկիրն է, բնականաբար կրում է նաև ազդեցություն այդ երկրի։ Հիմա, եթե թեկուզ փաստացի իշխանությունը բաժին հասնի այդպիսի մի դերակատարի, դա նշանակում է, որ ռիսկեր ու վտանգներ են ծնվում Հայաստանի պետականության համար, որտեղ ինքը կրում է երրորդ երկրի ազդեցությունը։ Հիմա կա այսպիսի խաղի կանոն։ Հիմա այդ անհանգստությունը, որ կա ռուսաստանցի բիզնեսմենների համար, եթե խոսքը գնում է բիզնեսի մասին, ես չեմ կարծում ինչ որ անհանգստանալու բան է տեղի ունեցել երբևէ կամ ինչ որ ազդակ կա դրա մասին, որ
ինչ որ բան է տեղի ունենում, հա, շատ ռուսաստանցիներ այս վերջին 2 տարվա մեջ եկել են իրանց համար ձեռնարկություններ են բացել եւ այլն, ինչ խնդիր կա տեղ։ Այդտեղ խնդիրն է նա, որ քաղաքական դաշտ չմտնեն երրորդ երկրի քաղաքացիները կամ իրանց հետաքրքրությունների կենտրոնը, երբ որ երրորդ երկրում է գտնվում։ Խաղի կանոնը սա է, ու դա նաև ֆիքսված է սահմանադրությամբ։ Պարոն Հովյան, օրերս նաև Քրիստինա Քվինը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը խոսեց թրիփի մասին, խոսեց այն մասին, որ թրիփը կարծես թե թրիփի կարևորության մասին առհասարակ, որ թրիփը միսուղարյուն է ստանում, կյանքի է կոչվում եւ որքան կարևոր է լինելու տարածաշրջանի բոլոր պետությունների համար, այդ թվում թրիփը չի վերաբերվում միայն Մեղրի այդ 42 կիլոմետրին, այլ ավելի լայն սպեկտրում պիտի դիտարկել դա նաև Կարս Գյումրի, այսպես ասած, երկաթուղ եւ այսպես շարունակ։ Տեսեք, այստեղ էլ հայտարարությունները միանգամից հետևեցին Ռուսաստանից, որ թրիփը չի կարող կյանքի կոչվել առանց Ռուսաստանի, որովհետեւ չմոռանանք հարավկովկասյան երկաթուղիները, չմոռանանք, որ այնտեղով որտեղով թրիփը պիտի անցնի ռուս սահմանապահներն են հսկում, նկատի ունենալով ռուս հայ-իրանական սահմանը եւ այսպես շարունակ։ Հիմա նաեւ այս հայտարարությունները ինչի մասին են։ Ռուսաստանը ուզում է այս հայտարարություններով հասկացնել, որ ես էլ եմ ուզում մասնակից դառնալ, թե Ռուսաստանը ուզում է ասել, որ առանց ինձ որևէ քայլ չէ կարող անել, թե սա սպառնալիք է հստակ, որ կոպիտ ասած ձեր տեղը եւ չափն իմացեք, ամեն դեպքում այնտեղ կան ռուս սահմանապահներ, երկաթգծի մասին մի մոռացեք եւ այսպես շարունակ։ Ինչու թրիփի մասին խոսակցություններն են նաեւ այսպես ասած ջղաձգում Ռուսաստանում ու ինչու ոչ նաև ներ քաղաքական ընդդիմությանն էլ է սա հունիցանում, օրինակ ադրբեջանական նավթամթերքը էլի իրենք որակեցին որպես Ադրբեջանից կախում։ Պիտի մի հատ հասկանանք ընդհանուր պատմական համատեքստն էլ, հա, միջև ռուս-ուկրաինական պատերազմը այդ հոսքերը կենտրոնական Ասիայից, Չինաստանից մայրցամաքով եւ այլն գերազանցապես անցնում էր Ռուսաստանով։ Այդ երթուղիների ճանապարհը Ռուսաստանով էր անցնում, Ռուսաստանից դեպի Եվրոպա։ Բնականաբար ռուս-ուկրաինական պատերազմից հետո հարց առաջացավ, թե այդ երթուղին, հա, այդ կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող ինչ ճանապարհ է հնարավոր։ Հիմա այդ միջին միջանցք ասվածը, որը պիտի անցնի հարավային Կովկասով, այդ տրամաբանության մեջ է։ Այսինքն իր բովանդակությունն է նա, որ պիտի շրջանցվի Ռուսաստանը։ Նույնը վերաբերում է նաև Իրանին։ Եվ ակնհայտ է, որ այդ process-ի նկատմամբ, այսինքն դա մեզ չի վերաբերվում, հա, այդ ամբողջ բովանդակության, որ կենտրոնական Ասիան հարավային Կովկասով կապնվի Եվրոպային, իհարկե անհանգստացնում է եւ Ռուսաստանին եւ Իրանին, որտեվ չասենք իր դեմ է, բայց իրան շրջանցող է։ Իհարկե Ռուսաստանին ավելի ձեռնտու է, որպեսզի այդ ամբողջ տրաֆիկը անցնի իր մոտով ու ինքը կարանա դա օգտագործի որպես քաղաքական գործիք, հա, ինչ որ ուրիշ բան ուրիշ տեղից պոկելու համար եւ այլն եւ այլն։ Իրանց ոչ մի ձև ձեռ չի տալիս, որ լինի իրան շրջանցող ինչ որ ճանապարհ։ Ոստեղ խոսք էլ եմ ասում, միայն Հայաստանի մասին չի։ Սա կենտրոնական Ասիայի ու հարավային Կովկասի մասին է ընդհանուր որպես ամբողջություն։ Մենք պետք է այդ համատեքստում նայենք, որ սա խոսքը չի գնում, հա, միայն Հայաստանի կամ Հայաստանի իշխանությունների մասին։ Խոսքը այս ամբողջ process-ի ու բովանդակության մասին է։ Իսկ ինչ վերաբերում է հենց այդ թրիփի մասնակցությանը, իրականում ես չեմ տեսնում այդպիսի ազդակ, որ Հայաստանի իշխանությունները օրինակ դեմ կլինեին, որ այդտեղ այդ ընկերություն ասվածի մեջ է ներգրավվածություն ունենային նաև այլ երկրներ, այդ թվում, այսինքն համաձայնություն լիներ, հա, այդ երկրների կողմից է, դա կլինի Ռուսաստանը, Իրանը, չգիտեմ, Թուրքիան թեկուզ, այսինքն այդ շահագրգիռ երկրները, եթե կարողանան ինչ որ կոնսենսուս գտնեն այդ թրիփի շուրջ եւ ուժերը մեկտեղ են, դա իհարկե մեր համար կարևոր նիշն է, մեր անվտանգային բաղադրիչն է։ Ինչքան շատ խաղացող լինի այդ անվտանգային բաղադրիչի շուրջ, այնքան մեր համար ավելի լավ։ Բայց այդտեղ հարցը առաջանում արդեն թե Միացյալ Նահանգները որպես կողմ, այ ինքը ինչքանով համաձայն կլինի այդ մյուս երկրների ներգրավվածությունը հաշվի առնելով, որ այդ ճանապարհի ամբողջ իմաստն է, որ այդ երկրները շրջանցվեն։ Այ հարցը ստեղ է գալիս, թե չէ, եթե մնա հայկական կողմին
ես կարծում եմ հայկական կողմը ուրախ կլներ, որ ամբողջ աշխարհը տեղ ինչ որ մասնաբաժին ունենար ու անվտանգությունը երրապատկվեր, քառապատկվեր, հնգապատկվեր ու չմնար միայն Հայաստան, Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա։ Ինչքան շատ կոմպոնենտներ լինեն, այնքան դրա անվտանգային բաղադրիչն ավելի ուժեղ կլինի։ Մեր մոտեցումը սենց է իմ պատկերացմամբ, բայց այ թե ամերիկյան կողմը ո՞նց է տեսնում իրադրությունը Ռուսաստանի կամ Իրանի կամ Թուրքիայի կամ մյուսների ներգրավվածության մասին, դա արդեն մտածելու հարցեր են։ Իսկ Ադրբեջանի նավթամթերք Ադրբեջանից ձեռք բերելը, դա ավելի շատ խաղաղության եւս մեկ բաղադրիչ է, թե ինչպես ընդդիմությունն է կրկին այստեղ պնդում, սա էլի կախվածություն է Ադրբեջանից։ Այսինքն սա անվտանգային կոմպոնենտ է իրենից ենթադրում առևտուրը Ադրբեջանի հետ խաղաղության մասին է, թե հակառակի։ Դե այդ հարաբերությունների կարգավորում ասածը տենց պոզով պոչով չի լինելու, հա, տենց ինչ որ մեկ մի օր առավոտն արթնանանք, տենց մեր ճամփորդները վերցնենք, ասենք, այ գնանք մի հատ Բաքվում թեյ խմենք, հետ գանք։ Դե տենց չի կարա, հա, լինի, հենց վաղը վեր կենանք։ Ինչ որ աստիճանական քայլեր պետք է լինեն այդ փոխադարձ վստահություն ասացի, ինչ որ փոխադարձ հարաբերությունների կառուցման շուրջ։ Հիմա ես ավելի շատ դա տենց սիմվոլիկ բան եմ տեսնում, քան հենց իրական տնտեսական բան, հա, բայց այդ քայլերը պիտի արվեն։ Հիմա ինչ որ փոքր քայլերով պիտի հնարավորություն ստեղծի, որ այդ հանրությունների փոխադարձ վստահությունը հնարավոր լինի ամրապնդել, թե չէ այս կողմն էլ ասում, այ ոչ մի ձև հնարավոր չի նրանց վստահել, նրանք մեր գերիներին են պահում, էս են անում, են անում, մեր տարածքն են օկուպացրել, արցախցիներին են էթնիկ զտման ենթարկել։ Այն մյուս կողմն էլ իր արգումենտներն է բերում, ասում է այդ նույն բաները, ինչ որ մենք իրանց հիմա ենք մեղադրում, իրանք մեզ մեղադրում էին 30 տարի, հա, նախորդ շրջափուլում։ Հիմա երկու կողմն էլ, երկու հանրությունն էլ իրար հանդեպ անվստահություն ունեն։ Հիմա ո՞նց պիտի անել, որ այդ վստահությունը սկսվի ձեռքբերել։ Պիտի բոլոր հնարավոր անվտանգ, անվնաս հնարավորություններից օգտվել։ Հիմա մեր պետականությանը, ըստ էության, ինչ որ վտանգ սպառնում է դրանից, որ ինչ որ մի խմբականակ էլ ադրբեջանական վառելիք է մտնում Հայաստան։ Առանձնապես չէ, ինչ է դրանից լինում։ Մենք ինչ որ բան ենք դրանից կորցնում, իսկ մեր համար ռիսկայնություն տեղ չկա։ Հիմա այդ փոքր քայլերը, որոնք առանձնապես մեր համար ռիսկայնություն չեն պարունակում, բայց կարան ամրապնդեն այդ փոխվստահությունը, թեկուզ ինչ որ բիզնես շրջանակների համատեքստում, հա, ակնհայտ է, որ այդ վառելիք բերողը ինչ որ մասնավոր ձեռնարկություն է, այդ մասնավոր ձեռնարկության աշխատակիցները, ղեկավարությունը շփվում են այլ հարևան պետության, հա, բիզնես շրջանակների հետ։ Հիմա ակնհայտ է, չէ՞, ինչ որ գումար օրինակ պետք է փոխանցեն։ Այդտեղ արդեն սկսում են բանկերը իրար հետ ինչ որ պետք է հասկանալ, ոնց է այդ գումարը օրինակ փոխանցվելու։ Սկսվում է ինչ որ թելեր, հա, ձևավորվել, որտեվ այդ ամեն ինչը իրանից ինչ որ գործողություններ է ենթադրում։ Իսկական ժամանակ չի եղել, հա, որ բանկային փոխանցում օրինակ լինի Ադրբեջան, հա, ուղիղ։ Հիմա ինչ որ կա դրա հնարավորություն։ Բանկերն իրանց հերթին օրինակ պետք է մտածեն այդ փոխանցումը ոնց պիտի անել։ Ինչ որ տենց process է սկսվում, որը որ այդ փոխադարձ վստահության սահմաններում պիտի լինի, բայց ուրիշ մենք ոնց ենք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, հա, ասենք արժանապատիվ ասելով հա ման են գալի, դա օրինակ ոնց պիտի լիներ։ Այդ արժանապատիվի դեպքում օրինակ ինչ ձև պիտի լիներ այդ վառելանյութի բերելը կամ այդ բանկային փոխանցումը։ Օրինակ ոնց ենք մենք պատասխանենք, որն է արժանապատիվ եւ որն է ոչ արժանապատիվ։ Օրինակ բանկային փոխանցման արժանապատիվը որն է լինելու։ Իմ համար դա անհասկանալի է։ Փոխանցումը դրա արժանապատիվն ու չարժանապատիվը ոնց ենք տարբերակելու։ Պարոն Հովյան, նաև Թուրքիայի նախագահն էր խոսել դրական միտումների մասին, ասել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը դրականորեն առաջ է շարժվում եւ նաև համաձայնեցված դրանով Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով առաջ է շարժում իր օրակարգը եւ այսպես շարունակ նշել էր, որ առաջիկայում դրական լուրեր կլսենք հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, հնարավոր է նաև սահմանի որոշակի բացում, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք այս հայտարարությունները եւ հարցիս վերջին հատվածը խաղաղության էլի համատեքստում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական։ Այստեղ կարևոր է արվեստի մշակույթի դերը, ինչ մշակութային շփումները եւ ինչ անելիք ունեն արվեստագետները, այդ թվում նաեւ դուք, այսինքն անելիք ունեն թե չունեն։ Տեսեք, Թուրքիայի մասով մենք պիտի հասկանանք, որ
ցանկացած երկիր իր դերակատարումը, հա, աշխարհում, նաև իր տարածաշրջանում իր դերակատարմամբ պայմանավորված։ Եթե Հարավային Կովկասում օրինակ կոնֆլիկտային իրադրություն է, կոնֆլիկտային իրավիճակ է, Հարավային Կովկասի դերակատարումը համաշխարհային process-ների մեջ շատ ավելի նեղ ու սահմանափակ է, քան եթե խնդիրներ իրար մեջ չկա։ Հիմա դիտարկենք օրինակ Կենտրոնական Ասիան։ Իրանք իրար մեջ ինչ որ հարաբերվելու ձև են գտել կոնֆլիկտների առումով ու որպես արդեն տարածաշրջան շատ ավելի մեծ դերակատարում են սկսում ունենալ համաշխարհային process-ների վրա, քան եթե իրանք լինեին առանձին պետություններ ու իրար հետ էլ հակամարտության մեջ։ Հիմա նույնը վերաբերում է Հարավային Կովկասին, այդ թվում նաև իր հարևաններին։ Եթե կոնֆլիկտային իրավիճակ է, դա թուլացնում է տարածաշրջանի դերը որպես գործոն։ Այդ մենք ենք մեզ տենց ինչ որ ներշնչել, որ այ կոնֆլիկտը ինչ որ մի տենց ստեղծարար ու լավ բան է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը մեր վրա ինչի համար է գրավում այդ ուշադրությունը։ Գրավում է որպես ազդեցության գործիք, ինչ որ հարաբերություններ պարզելու տեղ, ինչ որ հիբրիդային պատերազմի միջավայր, որտեղ գերտերությունները ուրիշ փոքր երկրի սահմաններում կամ երկու երկրների միջև հարաբերություններ են պարզում։ Այ իհարկե կարա հետաքրքրություն ներկայացնի, բայց այդ հետաքրքրությունը տարածաշրջանի ու այդ տարածաշրջանի երկրների շահերից է ելնում, ակնհայտորեն ոչ։ Հիմա նույնը վերաբերում է Թուրքիային, հա, որպես մի քիչ ավելի մեծ տարածաշրջանի մաս։ Ակնհայտ է, որ իր համար էլ իր ազդեցությունը աշխարհում ավելի մեծացնելու համար իրան նույնպես խաղաղ տարածաշրջան է պետք։ Նույնը վերաբերում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու ընդհանրապես Հարավային Կովկասի հետ Թուրքիայի հարաբերություններին։ Ինչքան ավելի տնտեսական կապերը ուժեղ են, ինչքան ավելի բաց են սահմանները, հնարավորություններ կա, ինչ որ տնտեսական հարաբերություններ կա, շատ ավելի հեշտ է ավելի մեծ դերակատարում ստանձնել աշխարհում տեղի ունեցող process-ներում, քան կոնֆլիկտային իրավիճակում։ Իսկ արվեստագետների անելիքների մասով այդ իմաստով անելիք ունեն, թե չունեն։ Խաղաղության օրակարգի նկատի ունեմ եւ միջմշակութային շփումը կարեւոր է այս պարագայում, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ։ Գիտեք, ես առհասարակ այտենց հակված չեմ այն տեսակետին, որ այ արվեստը կամ այդ մշակույթը, հա, պիտի այտենց ինչ որ պետությունների կողմից իրանց օրակարգերով ուղղորդվող ինչ որ բան լինի, դա այտենց արհեստական բան է, հա, դառնում։ Դա ամեն դեպքում արվեստը անհատական բան է, անհատի մոտեցում է ու ամեն արվեստագետ ինքը իր ներսում պիտի գտնի այ ինչ ինքը եթե ինքը իր մեջ ասելու բան ունի կամ հասելիք է ձևավորվել այդ մտքի շուրջ, հա, կամ այդ հարաբերությունների շուրջ, իմաստ ունի, հա, ինքը ինչ որ արտահայտվի կամ ինչ որ ստեղծագործի եւ բայց եթե դա պիտի տենց ինչ որ պետությունների կողմից արհեստական տենց ինչ որ նարատիվ լինի, որ այ մենք այս հունի մեջ ենք արվեստագետներն է պիտի սկսեն տենց ինչ որ սովետ է, հա, դառնում ինչ որ գաղափարական ուղղվածությամբ արվեստ է գեներացվել ես դրան այդքան համամիտ ու կողմ չեմ, էլի արվեստը ազատ բան է ու անհատական բան է։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի արձակագիր Հայկ Հովյանի հետ, կհանդիպենք։